Պարոն վարչապետ, փաստացի փոխկապակցված հարցեր հետ միանգամից կզեկուցեմ։ Մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, կառավարության քննարկման եմ ներկայացնում առևտրի եւ ծառայությունների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ շուկայի վերահսկողության մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։ Նախագծերի մշակումը բխում է կառավարության 2021-2026 թվականների ծրագրից, որով որպես շրջակա միջավայրի ոլորտի առաջնահերթողություն ամրագրված է մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային արտադրանքի գործածության աստիճանական կրճատումը եւ արգելումը։ Նախագծերի փաթեթով նախատեսվում է 2027 թվականի հունվարի 1-ից արգելել պոլիէթիլենային պարկերի եւ տոպրակների օտարումը, ինչպես նաեւ արկայությունը առևտրի օբյեկտներում, հանրային սննդի օբյեկտներում, շրջիկ առևտրի կետերում, տոնավաճառներում, մանրածախ առևտուր իրականացնելիս բացառությամբ կրշափաթեթավորման եւ երկրորդային հումքից արտադրված աղբի համար նախատեսված պարկերի։ Արգելքը կտարածվի նաև 50 միկրոնից ավելի հաստություն ունեցող պոլիէթիլենային պարկերի եւ տոպրակների վրա, սա փաստացի գործող կարգավորումով։ Որպես այլընտրանք դիտարկում են թղթից եւ կտորից պատրաստված բազմակի օգտագործման համար նախատեսված տոպրակները։ Արգելվում է նաև պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների եւ սպասքի արկայությունը կամ օտարումը նույն վայրերում։ Այստեղ եւս սահմանված է բացառություն կրշափաթեթավորման համար օգտագործվող կապարիչով պլաստիկի տարաների համար, որպես այլընտրանք դիտարկում են թղթից եւ փայտանյութից պատրաստված սպասքը, ինչպես նաեւ թղթից կամ փայլաթիթեղից պատրաստված տարաները։ Սույն նախագծերով սահմանված արգելքները խախտող տնտեսվարողները կենթարկվեն վարչական պատասխանատվության առաջին դեպքում նախազգուշացում, իսկ խախտումների կրկնության դեպքում կնշանակվի 100,000-ից մինչև 150,000 դրամ տուգանք։ Հիշեցնեմ, պարոն վարչապետ, որ այս պահին գործող կարգավորումներով տուգանքը նախատեսվում էր 30,000-ից 100,000 դրամ։ Վարչական իրավախախտումների վերահսկողությունը վերապահվելու է շուկայի վերահսկողության տեսչական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին համատեղ։ Մեկանգամյա օգտագործման պլաստիկի սպառման սահմանափակումը Հայաստանում ոչ միայն բնապահպանական, այլև քաղաքական, տնտեսական եւ առողջապահական կարևոր նշանակություն ունի։ Այն համահունչ է նաեւ քիչ առաջ քննարկված առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքի նախագծի տրամաբանությանը, քանի որ այս նախագիծը կանխարգելու է շնչառական հիվանդությունների եւ քասկեղի ռիսկը։ Մեկանգամյա պլաստիկ թափոնները համարվում են բնության աղտոտման հիմնական աղբյուրներից, նպաստում են միկրոպլաստիկի կուտակմանը, որը վտանգ է պատճառում թե կենսաբազմազանությանը եւ թե մարդու առողջությանը։ Այս ամենը ցույց է տալիս, որ շրջակա միջավայրի պահպանությունն ու հանրային առողջության պաշտպանությունը փոխկապակցված գործընթացներ են եւ դրանց լուծումը պահանջում է համակարգային մոտեցում եւ հետեւողական քաղաքականություն։ Հարգելի գործընկերներ, կարևոր եմ համարում նշել նաեւ, որ այս քայլը կներկայացնի Հայաստանը որպես պատասխանատու եւ կայուն զարգացման սկզբունքներին հավատարիմ պետություն, հանդիսանալով հզոր ազդակ միջազգային հանրությանը Հայաստանում անցկացվելիք COP17 միջազգային համաժողովի նախաշեմին։ Խնդրում եմ հավանության արժանացնել ներկայացված օրենսդրական նախագծի փաթեթը։